Տիրոջ եղբայրներ, քույրեր, շնորհակալ ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսից իր հավիտենական սիրո համար եւ այս հանդիպման համար, այս պաշտամունքի համար։ Այո, մեզ համար ցանկացած Տիրոջ արած գործը փառավոր է։ Ցանկացած գործ, որ կատարել է Տեր Հիսուս Քրիստոսը, ի օգուտ մեզ է եղել։ Իր փառքը թողել, մարդացել, նա որ Աստծո որդի էր, Աստված էր, մարդացավ։ Եվ դրա նպատակի մեջ մեր հաղթությունն էր, քույրեր եղբայրներ։ Ես ուզում եմ մենք խորը ուշադրություն դարձնենք ցանկացած քայլ Տեր Հիսուս Քրիստոսի արածների մեջ, գնահատել, ճանաչել, որ այդ ամենի մեջ որևէ մի պակասություն ինքը չի թողել մեր համար։ Բոլորը արել է մեր փրկության համար։ Համբարձումը եղավ երկրի վրայի իր վերջի գործը։ Երկրավոր կյանքի վերջի գործը համբարձումն էր, որը կատարեց ինքը եղբայրներ քույրեր։ Ինչ է համբարձման մեջ, եթե մենք վերցնենք համբարձում հասկացողությունը, համբարձվել հասկացողությունը եւ չնայենք, ինչպես Արմեն եղբայրն ասեց, նրա խաչելությանը, նրա հարությանը, այդ համբարձումը կարծես մեզ համար որևէ մի օգուտ ունենալ չէր կարող։ Դրանք շահկապված քայլեր են։ Ես ուզում եմ մենք մի փոքր էլ, թեև դրանք իրար հետ կապված չեն, բայց մի կարևոր միտք եմ ուզում ասեմ, քույրեր եղբայրներ ջան, ինքը Տեր Հիսուս Քրիստոսը որպես Մատթեոսի ավետարանի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գլուխները, երբ որ մենք կարդում ենք, դա քրիստոնեության մեր հավատքի այբուբենն է։ Այդ այբուբենից է սկսվում բոլոր գործունեությունները եւ վերջում հասնում ենք համբարձման։ Փառք եղբայրները կարդացին այդ տեղը, որը գրված է Գործք առաքելոց առաջի գլխի 9-րդ խոսքից 10-11-րդ խոսքերը, 12-ն էլ կարող ենք իմանալ։ Այս տեղում ավետարանը ասում որ մարդկանց համար սա տարօրինակ էր։ Իրանց համար զարմացած էին։ Հրեշտակը ասեց ով գալիլացի մարդիկ, ինչու զարմացած դեպի երկինք եք նայում։ Այն Հիսուսը, որ համբարձվեց երկինք, այնպես պիտի տեսնակ նրա երկիր գալը։ Այսինքն Սուրբ Գիրքը խոսում է այդ համբարձումի հետ կապված ինչքան մեծ նշանակություն ունի մեր կյանքում։ Ես ուզում եմ կարդալ Փիլիպեցիներին ուղղված նամակում, որտեղ Պողոս առաքյալը շատ կարևոր միտք է փոխանցում մեզ, եւ այս համարերը Փիլիպեցիների 3-րդ գլուխ, Փիլիպեցիների 3-րդ գլուխ 9-րդ խոսքից եմ ուզում կարդալ, Փիլիպեցիների 3-րդ գլուխ 9-րդ խոսքից, որտեղ Սուրբ Գիրքը մեզ ներկայացնում է նրա, սենց ասած, առանցքներից մեկը, նրա կատարածներից մի կարևորը, որ առանց դրա մեր հավատքի գործունեությունը լրում չեր ունենա, ամբողջական չէր կարա լինի։ Սա գրված է, նորից եմ ասում, Փիլիպեցիների 3-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Ու իր մեջ գիտնամ, ոչ թե իմ արդարությունս ունենամ, որ օրենքեն է, հապա Քրիստոսի հավատքով եղած արդարությունը, որ Աստուծմե է հավատքով, որպեսզի ճանաչենք նրան, անոր հարության զորությունը եւ անոր չարչարանքներուն հաղորդը լանք, անոր մահվան կերպարանքը առներով, որպեսզի մեռելների հարությանը հասնենք։ Հիմա եղբայրներ քույրեր, մեռելների հարություն հասկացողությունը սենց հարաբերական է։ Մենք ուզենք թե չուզենք մեռելերից հարություն պիտի առնենք։ Սուրբ Գիրքն ասում է մեռելերի հարությունը դա պիտի կատարվի, բայց առաջի հերթին խոսում է երանի նրանց, որոնք առաջի հարության մասնակից կլինեն։ Առաջի հարություն սա խոսում է, որ այս առաջի հարության ընթացքում, առաջի հարության ժամանակ քրիստոնյան պատրաստ է համբարձվելու Աստծո մոտ։ Այսինքն այդ հափշտակությանը մասնակցելու, լինել Տեր Հիսուս Քրիստոսի հետ, փառավորվի Աստծո մեծ անունը։ Առանց հարության, քուրեր եղբայրներ, համբարձում չի կարա լինի։
Երկրորդ հարություն պիտի լինի, եւ այդ երկրորդ հարության ժամանակ հարցա, ստեղ ես չեմ կարող հստակ ասեմ, որ այդ հարության ժամանակ բոլորը պիտի մտնեն երկինք կամ ինչ պիտի լինի, սրա մասին չի խոսքս։ Այդ հարցական կա դրա կողքին, բայց առաջի հարության համար Սուրբ Գիրքն ասում է Երանի առաջի հարության մասնակիցներին, որովհետև առաջի հարությունից հետո այդ հափշտակությունը մեզ նմանեցնում է, մեծացնում է Քրիստոսի համբարձման հետ։ Դերը օրհնի։ Մենք այս երկրում ապրում ենք, եղբայրներ, քույրեր, այստեղ ժողովուրդ հավաքված են, եւ այս ժողովուրդը պատահական չեն եկել այստեղ։ Իրանք հավատքի մարդիկ են, եթե անգամ հավատքի էլ չեն, ասեն, որ դու պատահական չես եկել, եթե նոր ես։ Սուրբ Հոգին է մեզ բերում, մեզ Սուրբ Հոգին է հավաքում, հենց այնց մեր ուզածով, մեր ցանկությամբ մենք չէինք կարող գանք։ Դա հետաքրասիրությունը անգամ իր մեջ հակառակություն ունենում հավատքի մարդու կյանքում, որ մտցնի եկեղեցին։ Սուրբ Հոգին է մեզ բերել, Սուրբ Հոգին է մեզ հավաքել, այսօր Սուրբ Հոգին մեզ հետ գործ ունի, մեր կյանքում ծրագիր ունի։ Եվ Սուրբ Հոգու ծրագիրը սա է, որպեսզի իմ ու քո կյանքում ձևավորի այն հավատքը, որ մասնակից անի հափշտակության համբարձման։ Սա է հիմնական Սուրբ Հոգու նպատակը, քուրեր եղբայրներ, որ մեզ մասնակից անի։ Երբ որ կարդում ենք Եփեսացիների 6-րդ գլուխը, որտեղ Պողոս առաքյալը 13-րդ խոսքից ներկայացնում է քրիստոնեական սպառազինության մասին, հոգևոր սպառազինության մասին, այս սպառազինության մեջ մեզ ներկայացնում է, որ այդ սպառազինությունն է քեզ օգնելու, որ հափշտակության ժամանակ դու կարողանաս պատրաստ լինես։ Եթե ուշադիր եղել եք, հիշում եք այդ տեղը, Տերը օրհնի, խնդրենք, որ այդ համարը միացնեն, քույրը եղբայրը, որը գրված է Եփեսացիների 6:13-ում, այնտեղ շատ հետաքրքիր ասում է այսպիսի խոսք, որ ամենքը կատարյալ հաստատուն կանգնին, ինչի արժև, սրա համար Աստծո սպառազինությունը առեք, որ կարող ըլակ հակառակ կենալ չարության օրումը։ Այսինքն չարության օր կա, որ այդ չարության օրվա մեջ մեզ հարկավոր է զորություն, ուզենք թե չուզենք։ Եթե կհիշեք Ղուկասի 17-րդ գլուխ առաջի խոսքում Սուրբ Գիրքն ասում է գայթակղություններ պիտի գան, վայ նրան ում ձեռքով կգա, բայց դու քո անձիդ զգուշություն արա։ Այդ գայթակղությունը մեզ չի հարցնում, կգա թե չի գա, ավետարանն ասում է, որ պիտի գան։ Ինքնաբերաբար, եթե մի բան, որ պիտի գա, սա մեր կարծիքը չի հարցնելու, գա, չգա, ուզի թե չուզի, մեր կարծիքը ինքը բանի տեղ չի դնելու, այլ այդ հարցը գալու է, գայթակղություն պիտի գա։ Հիմա քուրեր եղբայրներ, այս համարում Սուրբ Գիրքն ասում է, որ չարության օրը կարողանաք դեմ կենալ։ Ավետարանն ասում է, որ այդ չարության օրը պիտի գա։ Ես ու դու չենք կարա այդ չարության օրվանը ասեն, գիտես, թող չգա։ Չէ, նա չի նայելու մեզ, մեր կարծիքը հաշվի չի առնելու, պիտի գա, բայց այդ չարության օրը իմ ու քո համար լուրջ օր է լինելու, քուրեր եղբայրներ։ Ես ու դու պիտի կարողանանք այդ չարության օրը կանգնենք։ Ինչով կանգնենք։ Զենքերով, որ զենքերով, այն զենքերով, որ ավետարանը մեզ կարող է տալ։ Ժամանակի պատճառով ես այս մասին չեմ ուզում մի փոքր խորախոսամ, բայց շատ մեծ կարևորություն կա գիտակցել այդ զենքերի մասին, մտածել այդ զենքերի մասին, որը այդ նույն խոսքի շարունակության մեջ կա։ Ես մի օրինակ եմ ուզում բերել, դրանից դուք միտք կառնեք, քուրեր եղբայրներ, շատ տարիներ առաջ մեր անդամական պաշտամունքներից մեկի ժամանակ, երբ որ ժողովուրդը բավականին նստած էին ժողովարանում, ես հենց հարց տվեցի, ասի եղբայրեր քույրեր, ով կարա ձեռք բարձրացնի, ինքը փրկված է թե չէ։ Բոլորը միանգամից ձեռք բարձրացրին։ Բոլորը անխտիր։ Եվ ես մի հատ արտահայտություն արեցի, ասի, իա, որ ասի, իա, սրանց կեսից շատ իջացրեց ձեռքերը։ Եվ իրանց սկսեցի հակառակել։ Վերջում մնացին 3 հոգի, որ ձեռքերը չիջացրին։
եղբայրներ քույրեր, փրկության սաղավարտը սա միակ զենքերից է նաև, որ պիտի լինի քրիստոնյայի վրա, նրա գլխին։ Եթե փրկության սաղավարտը ես ու դու չունեցանք, փրկության մասին վտանգ է խոսելը։ Ցանկացած խավարի մտքերից մենք կարող ենք տարվել ու ընկնել։ Փրկության սաղավարտը գիշեր ցեցերեք իմ ու քո հոգու խորքում պիտի հաստատված մնա, ով իմ թշնամիս վրաս չխնդաս, թեև ընկնեմ, պիտի ելնեմ։ Այսինքն քրիստոնյան ցանկացած իրավիճակում վստահություն պիտի ունենա, որ ինքը փրկված է, որովհետև փրկությունը ինքը չի տեսնում, ինչպես եղբայրը ասեց իր արժանինքների մեջ, փրկությունը ինքը տեսնում է Քրիստոսի այրան մեջ, փառք իրան։ Նրա փրկարար շնորհքի մեջ է տեսնում ինքը։ Սրա համար այս ամենը ինքը իմանալով հրաժարվում է իր եկած մտքերից էլ, իր հասկացողությունից էլ, վստահությամբ գիտի, որ փրկության սաղավարտը ինքը ունի։ Ինքը փրկված է Հիսուսի վերքերով, ունի բժշկություն, Հիսուսի արյունով մեղքերի թողություն, նրա հարությամբ ունի հարություն, համբարձմամբ ունի հափշտակության զորություն իր կյանքում։ Սրանք լուրջ քայլեր են, քույրեր եղբայրներ։ Իմ խնդրանքն է, որ դուք այս համարները կարդաք մինչև 18-րդ խոսքը, եւ այդտեղ դուք կհանդիպեք այն զենքերին, որը չարության օրը պիտի օգնի ինձ ու քեզ։ Իմ ու քո գիտությունը կարևոր է, իմ ու քո հասկացողությունը կարևոր է, բայց զենքեր կա, հավատքի վահան կա, որ նա պիտի թողի։ Քույրեր եղբայրներ, երբ որ մի չար բան ես լսում, ասում ես, վայ, սիրտս, ասում ես, ես քեզ ուզում եմ օգնեմ Քրիստոսով, սա խոսում է հավատքի վահանը քո տեղում չի։ Եթե քո հավատքի վահանը տեղում լիներ, դու այդ սրտիդ ահը չպետք է զգայիր, որովհետև հավատքի վահանն է բոլոր հարվածները վերցնում իր վրա։ Մարդը հավատքի վահան չունենալով որևէ մի կրակոտ իր վրա վերցնի ու ապրի չի կարա։ Նա կվնասի ապայման մարդուն։ Եվ սրանք այն զենքերն են, որ այսօր մեզ պիտի օգնեն հափշտակության օրը, համբարձման օրը, այդ երջանիկ օրվանը, որ ավեքը պիտի տեսնան եւ ասում է ամեն աչք պիտի տեսնա, ամենքը պիտի տեսնան Հիսուսի փառավոր ճշմարտությունը։ Մենք դա միգուցե աչքերով չտեսնենք, դա պիտի տեսնանք մեր հոգու աչքերով, մեր հավատքի աչքերով, որովհետև Տիրոջ գալուստը Սուրբ Հոգու հափշտակությունը որ լինի, որևէ մեկը Հիսուսին չի տեսնալու։ Երկրորդ գալուստը Հիսուսի, երբ որ իր հրեշտակների հետ, իր եկեղեցու հետ, սուրբերի հետ պիտի իշտի, այն ժամանակ մենք կարանք բոլորը պիտի տեսնան, բայց մենք ամպերի մեջ պիտի դիմավորենք մեր Փրկչին, իսկ սա ոչ թե պիտի կատարվի, այնպես որ մենք այդտեղ հեռվից տեսնում ենք ու գնում ենք, այլ մեր ներքի կյանքն է, Քրիստոս կյանքն է, մեզ Սուրբ Հոգու ձեռքով տանելու դեպի հավիտենություն։ Փառք Տիրոջ անունին։ Տերը օրհնի քույրեր եղբայրներ ջան, շնորհակալ եմ Տիրոջից այսօրվա համար։ Թող երկնային համբարձումը, երկնային հափշտակությունը միշտ ձեր սրտերում ուրախություն բերի, ինչպես Ջանիկ եղբայրն ասեց, այդ ուրախությունից մենք կատարյալ ուրախություն ունենք։ Փառավորվի Աստված։ Մի հատ երգ երգենք եղբայրներ քույրեր։